Կաթնամթերքը հանդիսանում է լավագույն սպիտակուցի աղբյուրը։ Սովորաբար նիհարել ցանկացողները անյուղ կաթնամթերք են նախընտրում, սա ճիշտ է։ Ոչ ճիշտ չէ, որովհետև ինչպես ես ասեցի, կաթնամթերքը պարունակում է ճարպալույծ վիտամիններ, եւ եթե կաթնամթերքը ունի 0% յուղայնություն, նրա դրական ազդեցությունը նվազագույնն է լինելու եւ այդ վիտամինները չեն ներծեցվելու։ Այն մարդիկ, որոնք ուզում են նվազեցնել քաշը, պիտի ուտեն ցածր յուղայնությամբ, ցածր ճարպ ունեցող կաթնամթերք, բայց ոչ 0%։ Քաշ նվազեցնող անձինք չպետք է բացառեն յուղը, ճարպը իրենց սննդակարգից։ Այսպիսով քաշ նվազեցնող մարդիկ չպետք է վերցնեն անյուղ կաթնամթերք, որովհետև սննդային արժեքը ցածր է եւ այդ յուղերը չեն խանգարի իրենց նիհարել։ Իհարկե չեն խանգարի նիհարել, բացի դրանից մենք չպիտի մոռանանք, որ խոլեստերինից, այսինքն ճարպից սինթեզվում են մեր հորմոնները, կանացի եւ տղամարդու հորմոնները, կորտիզոլը եւ վիտամին D-ի ներծծման համար նույնպես անհրաժեշտ է ճարպ, այսինքն ամբողջությամբ հանել ճարպը սննդակարգից չի թույլատրվում։ Կարելի է նվազեցնել, իհարկե այն պացիենտները, որոնք ունեն սրտանոթային խնդիրներ, շաքարային դիաբետ, իրենց խորհուրդ ենք տալիս ցածր տոկոս ճարպով սննդամթերք։